Էջմիածին քաղաքից 9 կիլոմետր հյուսիս Արմավիրի մարզի Այգեշատ գյուղն է։ Նրա վարչական տարածքը կազմում է 532 հեկտար։ Այստեղ ապրում է 1843 բնակիչ։ Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն է եւ բանջարաբուծությունն։ Այգեշատցիները հային վայել իրենց աշխատասիրությամբ ու պատվախնդրությամբ հպարտացող շինականի պարզությամբ օժտված արգանքով մարդիկ են։ Գյուղը հարուստ է հնագիտական արժեք ներկայացնող հուշարձաններով։ Նրա տարածքում պահպանվել են նախաքրիստոնեական շրջանի դամբարանադաշտեր, բոլորաձև աշտարակի մնացորդներ։ Պեղումների ընթացքում այստեղից գտնվել են մեծ քանակությամբ խեցեղեն, քարե, ոսկրե գործիքներ, զարդեր։ Այգեշատը հիմնադրվել է 1820-ականների սկզբին։ Տարեցների վկայությամբ 1820-ին Սալմաստից եկած 7 հայեր, որոնց հետնորդներին մինչև օրս էլ անվանում են Խաչագողի ժառանգորդներ, տեղավորվում են բնակավայրի տարածքում գտնվող վանքում եւ ապրում են որոշ ժամանակ։ Այն ժամանակ վանքի արևմտյան հատվածում մի քանի բնակարաններ կային կառուցված, որտեղ պարսիկներ էին ապրում։ Բնակավայրը Հաջիղարա Օտար անուններ կրում։ Իդեպ այն այդպես կոչվել է մինչև 1935 թվականը։ Պարսկաստանից մեր պապերից գաղթել են, եկել են այստեղ բնակվել 7 տնտեսություն սկզբնական շրջանում, 7 տնտեսություն։ Այդ 7 տնտեսությունից առաջացել են տոհմեր, ցեղեր։ Իմացար, ասենք կոչվել են Ալուենց, Շահուենց, Բաբիենց։ 3 տարի հետո Սալմաստցի այս 7 այրերին են միանում Ալաշկերտից ու Մուշից եկած մի քանի ընտանիք։ Օտարների հետ հաճախակի վեճերի ու կռիվների հետևանքը լինում է այն, որ վերջիններս հեռանում են ու Հաջիղարայի տեր դառնում են Տաճկահայաստանը թողած այդ մարդիկ։ Նորեկ բնակչությամբ գյուղը գոյատևում է մինչև 1915 թվականը։ Հաջիղարացիների թվականակը համալրվում է Եղեռնից Մազապուրց հայերով։ Այնուհետև վերաբնակեցմանը հետևեցին դժվարին տարիներ, մինչև որ եկավ խորհրդայնացումը։ Այգեշատ բնակավայրի Հաջիղարա նախկին անվանման հետ կապված պատմության հետքերը տանում են ավելի վաղ ժամանակներ։ Հայոց հին պատմական ժամանակաշրջան։ Արարատյան դաշտավայրի այս շենի ներկայիս վարչական տարածքը շատ դարեր առաջ հանդիսացել է պատմական Օշականի մի մասը։ Օշականն այն ժամանակ ձգված է եղել Քասախ գետից դեպի Արմավիր մինչև Հրազդանի կամուրջը։ Այն գտնվել է Արշակունիների արքայական ոստանում եւ հանդիսացել է նրանց սեփականությունը։ Պարսիկների տիրապետության ժամանակ որոշ հատված բռնազավթվել է Հաջի անունով մեկի կողմից ու նրա անունով էլ սկսել է կոչվել Սև Հաջիի տարածք, Հաջիղարա։ Երբ ձևավորվել է Էջմիածնի գավառը, տարանջատումների հետևանքով այս տարածքը տրամադրվում է Էջմիածնին։ Գյուղի արևելյան մասում է գտնվում թարգմանչած վանքը, երբեմնի դպրանոցը հայոց, որտեղ առաջին թարգմանություններն են կատարել հայոց գրերով, որտեղ ըստ պատմական աղբյուրների որոշակի գործունեություն է ծավալել եւ մեծն ուսուցչապետը Մեսրոպ Մաշտոցը։ Կա վարկած, որ այստեղ նստած լինի Կորյունը, որ նա փոքրիկ աշակերտ եղել է Կորյունը, թարգմանություններ կատարել են իրենց ձեռքով, ըստ խորենացու Կորյունը ամենահաջողակ թարգմանիչն է եղել։ Թե որքան հայոց հիշարժան դեպքերի ու իրադարձությունների վկա է եկեղեցին, թերևս կարելի է կռահել նրա պատերին նայելով, որտեղից տխուր ցուցադրություն որպես երևում են կռիվների ընթացքում գնդակներից առաջացած փոսերը։ Պեղումների նպատակով քանդված եկեղեցու ներքին մասից ահռելի քանակությամբ մարդկային ոսկորներ էին հայտնաբերվում, պատմում են բնակիչները։ Հավանական է թշնամին եկեղեցու ներսում տեղավորելով մի ողջ բազմություն պայթեցրել է այն։ Տարբեր դարաշրջաններում վանքը ապաստարան ու նաև վերջին հանգրվան է դարձել իր շուրջը ապրող բնակիչների համար։ Թարգմանչած վանքից պահպանված են հարավ-արևելյան սենյակի աննշան մասը, հյուսիս-արևելյան սենյակը մուտքի 3/4 շրջանաձև խորշով արևելյան աբսիդը։ Վանքի պահպանված մասերի վերաբերյալ այսպես է գրված 1978 թվականին տպագրված հայկական սովետական հանրագիտարանում։ Սակայն էլի տարիներ են անցել, պահպանված այդ հատվածներից որոշ մաս դարձյալ քայքայման է ենթարկվել։
տեր կանգնող չի եղել։ Ու այսօր ահա այսպիսի տեսք ունի այն, իր շրջակա ավերակույտով։ Ըստ մասնագետների, այն հրիպսիմեատիպ կառույց է, ունեցել է պարագծային աստիճանավոր պատվանդան։ Անցումը գմբեթային քառակուսուց գմբեթին իրականացվել է պոմպերի միջոցով։ Մուտքերը եղել են արևմուտքից ու հարավից։ Այնքան կատարյալ է եղել կառուցվածքը, որ փլվելուց հետո էլ միայնակ կանգնած կամարը երկար ժամանակ կրել է թմբուկի մի մասը։ Գյուղի շրջակայքում ապրող մարդիկ պատմում են, թե երբ այն շուռ է եկել, ահռելի ձայնից շատերը վախեցած դեպի եկեղեցու կողմն են վազել։ Չնայած վանքի պատին գրված է 6-ից 7-րդ դարեր։ Սակայն մասնագետներից շատերը հիմք ընդունելով որոշ փաստեր ու տվյալներ, նաև վկայակոչելով Կորյունի Վարք Մաշտոցի գիրքը, կարծում են, որ այն ավելի վաղ շրջանի կառույց է։ Վանքը կառուցված է հեթանոսական մեհյանի հիմքի վրա։ Ահա նրա զոհասեղան հանդիսացած քարերն ու տարբեր մեծության վիշապաքարերը։ Առավել ուշադրության արժանի են դանիելյան գրերով գրվածքները։ Ներկայացնելով պատմում է վանքի մոտակայքում ապրող մի կին, որը գրականության մասնագետ է ու ուսումնասիրությունների ժամանակ հետևել էր գիտնականների աշխատանքներին։ Փորձեցին վերծանել գրվածքը շատ